ատելություն ու թշնամանք, սուտ ու կեղծիք, սա հորինողը ու սա տարածողը այսօր ունի Հայաստանում բացարձակ իշխանություն, հետ հայացք որ գցենք իր ապրած կյանքին, մենք կտեսնենք, որ դեռ 90-ական թվականներից այս մարդը իր ամբողջ ուժով գանված է եղել մի գաղափարի Հայաստանում տարածել սուտ ու կեղծիք, ատելություն ու թշնամանք, ատելություն ու թշնամանքը ու սուտն ու կեղծիքը նա օդից վերցրել է ու տարածել է ամբողջ հայ հասարակության մեջ, լավագույնս իմանալով, որ սուտն ու կեղծիքը ատելությունը տարիներ շարունակ անընդհատ կրկնելով մարդկանց մեջ միանշանակ հետք է թողնելու, նա օր ու գիշեր դա արել է ու հասել է նրան, որ հասել է վարչապետի աթոռին, գանվել է վարչապետի աթոռին, ունի բացարձակ իշխանություն, նա այսօր ևս շարունակում է իր գործը, որը որ ունի մի նպատակ, հայ ազգին, հայ հասարակությանը մասնատելու, հասարակությունը որպես այդպիսին մի միավոր վերացնելու, որովհետև ազգը հասարակություն է դառնում իր ընդհանուր գաղափարներով, եթե ազգը չունի գաղափար, եթե ազգը չունի ընդհանուր առաջ գնալու ոչ մի ուղեծիր, նա դադարում է ազգ դառնալուց, իսկ հասարակությունը մասնատված, արդեն անհատներից բաղկացած հասարակությունը դա դառնում է ամորֆ ինչ-որ մի զանգված, որը որ ոչինչ չի ուզում, բացի իր սեփական շահից, նա ընդհանուրի մասին ընդհանրապես չի մտածում, իսկ յուրաքանչյուր պետության հիմքում ու յուրաքանչյուր հասարակության հիմքում պետք է դրված լինի հետևյալ գաղափարախոսությունը, ընդհանուրի շահը համընդհանուր բարիք է, եթե մենք չունենք սա, չունենք ոչինչ, ու մենք ինքներս մեղավոր ենք մեզանից յուրաքանչյուրը, որ թույլ ենք տվել տասնամյակներով մեր կողքին ապրեն, շնչեն մարդիկ, ովքեր որ տարածում են սուտ ու կեղծիք, ատելություն, հայի մասին, Հայաստանի մասին, այն ինչը որ դարեր շարունակ արել են մեր թշնամիները, դարեր շարունակ մեր թշնամիները փորձել են ոչնչացնել մեզ, դա նրանց մոտ մասամբ ստացվել է, ու մենք հասել ենք նրան, որ 20-րդ դարի վերջին, 21-րդ դարում արդեն ունեցել ենք անկախ պետություն, սուվերեն տարածք, որի վրա ապրել են միայն էթնիկ հայերը, բայց ցավոք սրտի, ավելի քան վերջին 3 տասնամյակների ընթացքում մենք չկարողացանք ձևավորել ազգային գաղափարախոսություն, մենք չկարողացանք մեր բարձրագույն իշխանությունը, քաղաքական իշխանությունը չդրսևորեց կամք ձևավորելու պետության ամուր հիմքերը, մենք չունենք պետական ու ազգային գաղափարախոսություն, մեր պետությունը չունի ճարտարապետություն, մենք շարժվում ենք անհասկանալի ինչ-որ հոսանքների տրվելով, իսկ այդ ընթացքում մեր թշնամիները բնականաբար քնած չեն ու ամեն օր աշխատում են ու փորձել են, իրենց փորձը լավագույնս կյանքի են կոչել, գտել են Հայաստանում մի հատ խմբակ, որոնց միջոցով նրանք հայի ձեռքով, նրանք վերացնում են, ջնջում են ամեն ինչ, ինչը եղել է հայկական, ինչը որ մեզ հնարավորություն է տվել դարեր շարունակ գոյատևելու,
մենք ունենք այսօր մի իրականություն, երբ որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, քաղաքական ու ռազմական իշխանությունը առանց ամաչելու օրը ցերեկով պատերազմը տանուլ տրված, հազարավոր զոհեր տված, մեր հայրենիքը թշնամուն հանձնած քաղաքական իշխանությունը Երևանի կենտրոնում հրաժարվել է իր ինքնությունից, մեր ինքնության մաս կազմող մեր Սուրբ Արարատից, սարքել են մի ինչ-որ բլրանման գոյանք, դրել են ու կանգնել են դրա դիմաց ու ռազմական շքերթ են անցկացնում։ Ես չեմ հիշում պատմության մեջ, որ պատերազմը կրված ղեկավարությունը ռազմական շքերթ անցկացնի։ Ես չեմ հիշում պատմության մեջ երբևէ նման բան տեղի ունեցած լինի, բայց մեր աչքի առաջ այսօր տեղի է ունենում մի բան, որ իլուր աշխարհի նա կանգնում է արդեն ոչ թե Արարատի, ոչ թե մեր Մացիս Սարի ֆոնին, այլ կանգնում է Արագածի ֆոնին ու ցույց է տալիս այն մարդկանց, ում կողմից, որ ինքը նշանակված է Հայաստանում ու գործուղված է Հայաստանը վերջնականապես որպես փալաս փռելու Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ոտի տակ, նրանց ցույց է տալիս, որ իրենց վաղեմի երազանքը նա իրականություն է դարձրել։ Նա բերել է շքերթ է կազմակերպում, զինտեխնիկա է ցույց տալիս, որը որ ցուցադրված տեխնիկայից ոչ մեկ ստրատեգիական խնդիր լուծող չէ։ Դրանք տեղային որոշակի խնդիրներ լուծող տեխնիկաներ են, որոնց միակ նպատակը ցուցադրելու դա արժանապատիվ հայ հասարակությանը, այն մարդկանց, ովքեր որ չեն ուզում համակերպվել Հայաստանը վերջնականապես վիլայետ դարձնելու մտքի հետ, այդ մարդկանց ահ ու սարսափ տարածելու համար է սա ցույց տալիս, որովհետև եթե վերցնենք իր խոսքը, որ ինքը ասում է ես վերջնականապես արդեն խաղաղություն եմ կնքել, այլևս մենք թշնամիներ չենք, Թուրքիան ու Ադրբեջանը մեզ բարեկամ երկրներ են, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մենք պետք է ունենանք բարեկամական կապեր, Ադրբեջանն է մեր խաղաղության երաշխիքը, ապա ռազմական տեխնիկա ցույց տալու ընդհանրապես արդեն նպատակ որպես այդպեսին չկա։ Դա հիմար բան է ցույց տալ, որ դու ունես բանակ ու ունես ռազմական տեխնիկա, այն դեպքում, երբ որ դու չունես թշնամի։ Եթե դու չունես թշնամի, մենք գիտենք, որ ոչ Վրաստանը, ոչ Իրանը մեծ թշնամի պետություններ չեն։ Մեր թշնամի պետությունները Թուրքիան ու Ադրբեջանն են եղել պատմականորեն, դա այդ փաստ է։ Հիմա վերջնականապես դու նրանց հետ, դու ինքդ ասում ես, որ եկել է խաղաղության դարաշրջանը, խաղաղություն ես կնքել։ Ինչի համար է պետք ցույց տալ, որ դու ունես բանակ, որ դու ունես սպառազինություն, եթե խաղաղություն է։ Ինչա դու ուզում ես Իրանից պաշտպանվես, թե Վրաստանից պաշտպանվես, ումից ես ուզում պաշտպանես երկիրը, եթե երկիր որպես այդպիսին չկա, ու Թուրքիան ու Ադրբեջանը քեզանից ինչ ուզում են, դու տալիս ես առանց պաշտպանվելու։ Ումա պետք է զենքը, երբ որ կա ուղղակի հրահանգ, որ սահմանապահը չպահի սահմանը, չկրակի, երբ որ թշնամին առաջ է գալիս ու դիրքերի բարելավում է անում։ Երբ որ թշնամին ուղղակի քայլելով մտնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ու դիրքեր է սարքում, ինժեներական աշխատանքներ է անում, նա նստած է մեր գյուղերում, սահմանամերձ գյուղերում, ինչի համար է պետք է զենքն ու զինամթերքը ու ինչի համար է պետք ընդհանրապես բանակը։ Դուք իհարկե ամոթ չունեք,
Դուք իհարկե չեք սիրում հայ ազգին ու դուք գործ ուղղված եք նրա համար, որ վերացնեք Հայաստանն էլ, հայ ազգին էլ։ Հիմա առհասարակ այս շքերթի մեջ չկար ոչ մի տրամաբանություն, այլ այդ ամբողջ շքերթը հետևյալի մասին էր. նախ ցույց տալու Ադրբեջանին ու Թուրքիային, որ մենք հրաժարվել ենք մեր սիմվոլից, մեր Մասիսարից, իսկ հանրապետության հրապարակում սպառազինությունը ցույց տվեցիք, նորից կրկնեմ, արժանապատիվ այն հայերին, որոնք որ հանկարծ կհամարձակվեն, եթե ընտրությունները կեղծվի, իսկ եթե այնքան մեծ հավանականություն ունի, որ հաջորդ օրերին հանկարծ փողոցային որոշակի պայքար սկսի, դուք դրանով փորձում եք ահաբեկել։ Ուրիշ տրամաբանություն, որպես այդպիսի, գոյություն չունի։